Լոռի մամուլի սրահում ժողովրդավարությունից են խոսում։ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը անձնական օրինակն է բերում։ Մինչեւ 2030 թվականը արգելված է իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն, ելնելով հանգամանքից, որ այդ երկրի օրենսդրությամբ որպես ՀԿ ոլորտի ներկայացուցիչ համարվում է արտերկրի գործակալ։ Հիմքում միանշանակ քաղաքական դրդապատճառներն են։ Առաջիկայում իրավապաշտպանների հետ պատրաստվում է զբաղվել խնդրով։ Սա ուղղակի ապտակ է ժողովրդավարությանը, ասում է Ստեփան Գրիգորյանը եւ հավելում. Հայաստանի երկու խոշոր քաղաքներում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական զարգացումները ընտրություններից հետո արդեն իսկ մտահոգիչ են։ Դուք գիտեք, հիմա Հայաստանում երկու կենտրոններ, երկու քաղաքներ հատուկ դեր են խաղում, Գյումրին եւ Վանաձորը։ Ես պատկերացնում եմ ինչքան մտահոգված են Ռուսաստանում Պուտինը, որ այս երկու քաղաքներում լուրջ պրոցեսներ են գնում, մտածում են ում չթողնել Ռուսաստան գործել, բայց ինչ անեն քաղաքների հետ, ասենք ինչ չթողեցին, բացա ֆիզիկական անձ են, բայց ոնց չթողնենք Ռուսաստան, ասենք Գյումրին կամ Վանաձորը, այն պրոցեսները, որոնք գնում են Հայաստանում, մի կողմից ուրախացնում են, որ շատ ակտիվ է հասարակությունը, շատ ակտիվ են մեր երիտասարդները։ Ժողովրդավարական արժեքները եւ սկզբունքները որպես քաղաքացիական ազատությունների եւ նախաձեռնությունների իրագործման երաշխիք թեմայով հանդիպման բանախոսները կիսվում են ժողովրդավարության մասին իրենց կարծիքներով։ Ժողովրդավարությունը պատկերավոր համեմատելով մոլախոտերի ցողակտորը ազատելու գործընթացի հետ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշատակում է ժողովրդավարության տարածված բանաձևերից մեկը՝ ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելը հանուն ժողովրդի։ Նաև նշում, որ ոչ միշտ է հնարավոր եղել այն կյանքի կոչել, ելնելով ոչ բարենպաստ տարածքային ու միջավայրային գործոններից։ Արթուր Սաքունցը ժողովրդավարությանը հակադրում է ծայրահեղ ավտորիտար երկրներին, որոնց շարքը ցավալիորեն գնալով համալրում է նաև Հայաստանը, ուր շատ հաճախ ժողովրդավարության կողի տակ տեղի են ունենում ճիշտ հակառակ գործընթացներ։ Կարող ասենք մենք հանդես են գալիս ժողովրդավարության, հռչակեն, որ ժողովրդավարությունը իմ հիմնական բանն է, լեյտմոտիվն է, դա իմ հիմնական հիմնարարժեքն է, եւ հետո որ գա ինչ-որ մի պահ գործողություն կատարեմ, ելնելով իմ խմբի կամ իմ ազնական շահից, որոշեմ, որ ընդհանրենք այդ պետք է մեկ այլ մեկի կարծիքը, որը ինձ դուրս չի գալիս, սահմանափակեմ։ Համակարգը, որը ցանկանում է ցույց տալ կամ իր լեգիտիմության, կամ իր բովանդակության, կամ ինքը աշխատում է մարդկանց վարքի նկատմամբ վերահսկողությունը ամենապնդի եւ ասի, այ ես կարող եմ բազմահազարանոց մարդկանց իմ ուզած ձևով ասեմ տղերք աջ, տղերք ձախ, թվում է թե դա եվրոպական պայքար է կամ արևմտյան երկրների պայքար։ Ես պետք է հիասթափեցնեմ ձեզ։ Ուղղակի այդ են երկրներ են, որտեղ իրենք կարողացել են այդ սկզբունքները ցույց տալ, թե ինչու է կայանում դա։ Ստեղ ոչ թե ստեղ ձևավորել այդ ձևի ապրելակերպ։ Այսինքն շատ կարևոր հասկացությունն է, որ ժողովրդավարությունը ոչ թե միազգի կամ մի տիրույթի բան է, այլ ինքը նաև սահմաններից դուրս պետք է եղնի, որպեսզի դու կարողանաս համատեղ ինչ-որ մի հատ տիրույթ։ Որքան շատ է խոսվում ժողովրդավարությունից, այնքան ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները արժեզրկվում են։ Ազգային ժողովի պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի դիտարկումն է։ Ապացույցը Վանաձորյան թիմ ընտրությունները, որի արդյունքում իշխանությունը ի ցույց դրեց իր ողջ հակաժողովրդավարական մոտեցումները։ Ես ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք հայ քաղաքական դաշտի մեր գործիչների ելույթներին, քչերն են, ուղղակի հազվագյուտ մարդիկ կան, որոնք որ իրենց ելույթների մեջ օգտագործում են ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, հավասարություն։ Չկա այդ ձևի բան։ Ես ես ասեմ միակ մարդը, որ ամենաշատն է օգտագործում, երևի Սերժ Սարգսյանն է, հետո ես եմ օգտագործում։ Իրա ելույթները գրում են, գրում են, լուրջ մարդիկ են գրում, հա, գիտեն այդ տախիապերիկ, դեռ գրում են։ Ես միշտ օգտագործում քաղաքական ռետորաբանությունը, ընդհանրապես մարդկանց մոտեցումները։ Հենց աղավաղվել։ Որ ասենք մարդիկ գնում են ինչ-որ մարդկանց հետևից, որ իրա բանը խորանում ես, ինքը ինչ է ուզում, ասենք չգիտեմ, ասենք ինչ-որ ցակ ու ցրիվ, ասենք մենք հասնելու ենք նրան, որ բոլորը ապրեն երջանիկ Հայաստանում։ Այդ որն, ասենք հիմա ես վստահ եմ, գնանք մեր վարչապետին բան հարցնենք, չգիտեմ, նախկին վարչապետին հարցնենք Աբրահամյանին, հիմիկվա նախագահին, ում հարցնենք, ասենք, այս երջանիկ Հայաստանն է, որ դուք մի ապրում եք, չեք զգում որ երջանիկ։ Ընդհանրապես չի խոսում, այս բանը ինչ որ արվեց, սա ժողովրդավար է թե ոչ։ Օրինակ, չգիտեմ, մարդու իրավունքների սկզբունքներին համահունչ է թե չէ։ Իրավունքի գերակայությունը որքանով է
բան, այսինքն այս սկզբունքները ընդհանրապես ետ են մեղվել մեր ռետորաբանություն։ Վերջին հաշվով այդ պոպուլիզմը գալիս է ամեն ինչ ծածկում։ Մարդու ականջին հաճող ինչ որ խոսքեր են, գալի ամեն ինչ այն բոլորն ուզում են երջանիկ լինել, բայց դա ոնց պիտի լինի, դա ճանապարհավորն է, երջանկությունը ինչա, Ամերիկայի անկախության հռչակագրում գրած է, որ իրենք ունեն ձգտելու երջանկության, բայց դա որն է, իրանց կոնցեպցիան է, որ չպետք է միջամտես, որ ինքը երջանիկ է։ Եվրոպական կոնցեպցիան է, որ պետությունը սա ինձ մանի, ես ինձ մար երջանիկ եմ։ Այսինքն տարբեր մոտեցումներ է, բայց մենք պիտի ունենանք, հասկանանք մենք որ բանով ենք գնում, էլի շարժումը։ Ես մտածում եմ, որ բավականին ձեռքբերումներ եղել են այս տարիների ընթացքում, բավականին բաներ եղել են, բայց հենց ինչ որ process-ի ենք հասնում, որտեղ իշխանությունը ռեալ վտանգ ազգում, որ ինքը իշխանությունն է կորցնում, ինքը էլի ետ է գնում այն տեղը, որտեղ որ կար, այդ սաղ այդ ռետորաբանությունը, այդ սահմանադրական բարեփոխումները։ Հանրության շրջանում կա հյուրընկալում, թե ժողովրդավարությունը եվրոպական կամ արևմտյան կողմնորոշումների արդյունք է։ Արթուր Սաքունցի բնորոշումն է։ Նրան լրացնում է Էդմոն Մարուկյանն, ասելով, որ հավասար իրավունքների մասին մտածելը չի ճանաչում որևէ կողմնորոշում, այն յուրաքանչյուրի ցանկությունը պիտի լինի։ Հյուսիսային ու հարավային կորեաներն օրինակ է բերում Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մեկնաբանելով ժողովրդավարության ուղղակի կապը տնտեսական ցուցանիշների հետ։ Երկու ազդեցության գոտիների վերածվելով Հյուսիսայինը ԽՍՀՄ-ի ասել է, թե ավտորիտարիզմի, հարավայինը Ամերիկայի, ասել է, թե ժողովրդավարության, երկրի տարբեր հատվածներում ժողովրդավարական զարգացումները տարբեր են եղել։ Վահագն Խաչատրյանի խորին համոզմամբ հայաստանյան ժողովրդավարությունը ծածկված է դեմագոգիայի քողով։ Ավելի ճիշտ կներ Սերժ Սարգսյանը իր իշխանությամբ ասել, որ մենք ժողովրդավարական երկիր չենք։ Մենք ավտորիտար երկիր ենք։ Ես կհարգեի այդ օրենքները եւ կորոշեի մնալ թե չմնալ։ Լուսինե Սարգսյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։